Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 14։ Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես։ Երրորդ Թագավորաց 11-րդ գլուխ 39-րդ խոսք։ Շնորհի ընտանիքում կա խրատ և կարգապահություն, և այդ խրատը բավականին խիստ է, որպեսզի մեղանչելը մեզ համար դարձնի չար ու դառը բան։ Սողոմոնը օտարազգի կանանց ազդեցության տակ շեղվելով ուրիշ աստվածներ կանգնեցրեց և ծանր կերպով բարկացրեց իր հայրերի Աստծուն։ Դրա համար թագավորության 12 մասերից 10-ը պոկվեցին և կազմեցին հակառակորդ պետություն։ Սա ծանր աղետ էր Դավթի տան համար, և այդ դժբախտությունը բացահայտորեն Աստծո ձեռքից եկավ այդ սերնդի վրա, որպես անսուրբ վարքի հետևանք։ Տերը կխրատի նույնիսկ իր ամենասիրելի ծառաներին, եթե նրանք դադարեն լիովին հնազանդվել նրա օրենքներին։ Գուցե հենց այս ժամին էլ այդպիսի խրատը մեզ վրա է։ Ուստի խոնարհությամբ աղաղակենք. «Ով Տեր, ցույց տուր ինձ, թե ինչու ես դու ինձ հետ վիճում»։ Բայց ոչ մշտապես, որքան քաղցր ու փրկարար խոսք է սա։ Մեղքի դատապարտությունը հավիտենական է, սակայն Աստծո զավակի հանդեպ հոր խրատը ժամանակավոր է։ Հիվանդությունը, աղքատությունը, հոգու ընկճվածությունը կանցնեն, երբ կատարեն այն նպատակը, որի համար Տերն ուղարկել է դրանք։ Հիշենք, որ մենք օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Գավազանը կարող է մեզ ցավ պատճառել, բայց սուրը չի սպանի մեզ։ Մեր ներկայիս վիշտը կոչված է մեզ ապաշխարության բերելու, որպեսզի չկորչենք ամբարիշտների հետ։